Կոմիտաս, Շառլ Անձնավուր եւ շատ այլ հայտնի դեմքեր ու բնապատկերներ Լիաննա Ամիրյանի կտավներում։ Ամերիկաբնակ հայ նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսն է Լոս Անջելեսում։ Բացօթյա ցուցասրահ այցելած հյուրերին անձամբ է ներկայացնում կտավների ստեղծման պատմությունն ու ասելիքը։ Գաղափարները շատ տարբեր են գալիս, որովհետև կարան լինեն եւ իմ կյանքի փուլերից եւ շատ տարբեր շրջաններում իմ զգացողություններն ու զգացմունքը ներդրած եւ պատմական թեմաներ, որոնք որ, այսինքն իմ աշխարհն է, ես կարող եմ այդպես ասել, իմ աշխարհը եւ մնացած աշխարհները շատ ժամանակ միաձուլում եմ իրար ստեղծելով նորը։ Լիաննան նկարում է մանկուց, սովորել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում։ Նկարչուհուն ավելի հոգեհարազատ է գրաֆիկական ոճը, սակայն ստեղծագործական սահմանափակումներ չունի, նկարում է այն, ինչ այդ պահին զգում է։ Նկատելի է իր աշխատանքներում հայկականությունը։ Այսօր հատկապես մեր Լոս Անջելեսյան, լարված, զբաղված մթնոլորտից շատ հաճելի է առանձնանալ նման հաճելի մարկանց եւ հաճելի մթնոլորտում։ Դերասանուհի նկարչուհի Նարե Հայկազյանը վաղուց է ծանոթ նկարչուհուն եւ նրա աշխատանքներին, հորդորել է անպայման հանրայնացնել կտավները, ասում է Լիաննան տեսնում ու կտավներում հրաշալի ընդգծում է պատկերի դետալները։ Չի կարող ոչ ընկերացել մարդը ստեղծագործել, չգիտեմ, այդ համոզմանն եմ, իր նկարները այդ մասին են, ու գիտեք, այս ամեն ինչը ինձ համար ինքը ալեգորիկ է նկարում շատ, այսինքն մտապատկերի մեջ այդ էքսպրեսիվ օրինակ, երբ պարով է զբաղվում, սկսում է պարը վերլուծել, աշխարհը շատ հետաքրքիր է, մանհատական ցուցահանդեսի շեմը անցնելը, դա արդեն արտիստի համար իբրև նկարիչ կայացման մեծ հաջողություն է։ Գեղանկարիչ Նարինե Չիլինգարյանի խոսքով Լիաննայի գործերում հստակ երևում են նրա նախասիրությունները, արվեստի մյուս ճյուղերի հետ սերտ կապը, շեշտում է կտավներում ամենուր հայրենիքն ու հայկականն է։ Սիրում է իր քաղաքը եւ իր երկիրը, որովհետեւ այստեղ հայաստանյան շատ հետաքրքիր անկյուններից վերցրած նկարներ կա։ Նկարներ ունի, որոնք շատ աբստրակցիոնիզմի մեջ են, որ էլի հետաքրքիր է։ Նկարչուհու ցանկությունն է, որ յուրաքանչյուր այցելու իր հետ անպայման մի գեղեցիկ պատմություն եւ մի թանկ հիշողություն տանի։ Յուրա Վահանյան, Հակոբ Փափազյան, Լուրեր։